այս բոլորը աշխատող չի կարող անել։ Սրանք անվտանգային եւ ռազմավարական վտանգ են ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության համար երկու դիտանկյունից։ Մեկ իր անմիջական տարածաշրջանային շահերը, իր ռազմավարական ներկայությունը եւ դերակատարությունը տարածաշրջանում, որոնք շատ կարևոր են եւ այս ուժերի արևմտյան, այսպես կոչված արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում բնականաբար թուլացնելու է իր դիրքերը Հարավային Կովկասում։ Եվ երկրորդը, որ ամենակարևորն է, նույն հարթության վրա, բայց ես ավելի եմ կարևորում, դա անվտանգային խնդիրներն են, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ակտիվ ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ կարող է ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են եւ Իրանը այն պետությունը չէ, որ մատների արանքով է նայելու այս ամեն ինչին։